Հարգելի կանայք, առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ձեր մարդուհիը։ Ինչ եմ ուզում ցանկանալ մեր կանանց, որ ոչ մի մայր չլացի իր երեխու վրա, ոչ մի կին չլացի կամ չսպասի իր ամուսնուն, ոչ մի աղջիկ երեխա չսպասի իր հորը։ Խաղաղությունը ամենակարևորը, դուք ամբողջ աշխարհի ամենակարևոր մասն է։ Հիմա նորից վաղը մեր հիմնադիր համագումարն է, իմ կուսակցության անդամներին և հյուրերին խնդրում եմ 12:30 ամենաուշը լինեն անի հյուրանոցում, Սահակնովայի վրա։ Հիմա մի բան ասեմ ժողովուրդ ջան, երեկ եղավ այն, ինչից որ բռնապետները և այս պետությունը վախում են։ Ինչն է դա, բացատրեմ։ Մարդիկ, որ երկու շաբաթ առաջ իրար օնլայն հայհոյում էին, մեկը հայհոյում էր, մեկը խոսում էր, խոսքը Վարդան Ղուկասյանի և Գագիկի մասին է։ Այսօր, այսինքն երեկ, Գագիկ Թադևոսյանը իր ուղիղ եթերում կոչ արեց մեր կուսակցության անդամներին գրել իմ նամակ ամերիկյան դեսպանատուն ի օգուտ Վարդան Ղուկասյանին։ Դա հենց գաղափարի շուրջը միավորվելն է, ժողովուրդ ջան, սրանից հենց պետությունները, բռնապետները վախում են։ Դա մեծ քայլ է, ես մյուսներին եմ կոչ անում միանալ։ Վարդան Ղուկասյանը հանցագործ է, հանցագործ չի, դա մեզ չի վերաբերվում։ Մեզ վերաբերում այն հարցը, որ արդյոք այս մարդը կարա արդար դատավարություն ստանալ այս երկրում, չի կարա։ Եթե այս երկրում լինել արդարություն, իմ բրասլետը արդեն վրաց չէր լինի, կամ էլ ընդհանրապես բրասլետ չէր լինի վրա։ Նույնիսկ Նորեմբերգյան դատավարությունը ֆաշիստները, նացիստները իրավունք ունեցան արդար դատավարության, Սադամ Հուսեյնը իրավունք ունեցավ արդար դատավարության, բայց այդ մարդը չի կարա։ Դրա համար էլի կոչ եմ անում, ձեր մեկնաբանություններում ես հայ եմ և պահանջատեր եմ չենք մոռանում, ու կարաք ավելացնեք նաև Ազատություն Վարդան Ղուկասյանին կամ Դոկին և ժողովուրդ ջան, էլ ինչ ասեմ, գրում են այդ մարդը հրեշ է, այդ մարդը հրեշ է, լավ հրեշ է, ում ստեղծած հրեշն է, ձեր ստեղծած հրեշն է, այս հասարակության ստեղծած հրեշն է։ Մենք էլի եմ ասում, մենք չենք արդարացնում, ամեն մարդ ժողովրդի լեզվով ասած քֆուր է տալիս, մեկը մտքում, մեկը բարձրաձայն, հիմա այս մարդն է բարձրաձայնը, չգրեք, երեխաներ ա կպնում, տներ ա մտնում, ձեզնից ամեն մեկը փողոցում մի հատ սիգնալի համար իրար մեր եք քրվում, իրան եսիվ ինչ եք քրվում։ Հələ մենակ որ քրվելով պրսնի լավ է, հետո մի հատ էլ իրար կամ դանակով խփում եք կամ էլ կրակում եք իրար վրա։ Իսկ այն մարդկանց, որ վախում է կամ ամանչում է, թե իբր այդ մարդը ստանդարտներով մարդ չէր, ժողովուրդ ջան, լավ, այդ մարդը ստանդարտներով չէր, բավար Արթուր եղբայրներին բռնեցին, այդ ժամանակ ուրեիք, երբ որ Բագրատը Արթուր եղբայր էր ներկայացնում, մի հատ ոգևորվել էիք, հենց ձերբակալեցին, բայց այդ ժամանակ ուրեիք, խելք հավաքեք։ Այսօր կլինի Վարդանը, մյուս օրը կլինի են Ամերիկայի ջութակահարը, մյուս օրը կլինի այդ գլխարկով ֆռիցը, մյուս օրը դուք կլնեք, այդ իրանց օրակարգն է, ձեզ այսենց վարքաբեկել, ձեզ այսենց մասնատել։ Ժողովուրդ ջան, ես արդեն ասել եմ, այդ մարդը, ասենք, իմ համար անհիմն անդրադարձել է իմ ընտանիքից չէ, սենց ասեմ, իմ ավակ ընկերոջը, որը որ ես քաղաքի հին
գվարդիա ամենաճիշտ մարդն է։ Իմ համար անհիմն, բայց ես այսօր կողմ եմ թողել։ Դուրս կգա, էլի կարող է մենք իրար հետ չշփվենք, ոնց որ չենք շփվել։ Նույնը Գագիկ Թադևոսյանը կարող է Վարդան Ղուկասյանը դուրս գա, իրանք էլի իրար օնլայն կպնեն կամ հայհոյեն։ Այսօր դրա խնդիրը չի։ Այսօր նպատակն է։ Նպատակը դա գաղափարն է, ժողովուրդ ջան։ Այս կեղծ օրակարգը, որ մեր ազգին ուզում են կապեն, այս կեղծ եվրոպական օրակարգը, անհատի իրավունք, դա ազգ պառակտելու համար է։ Մեր մոտ էդի չի աշխատում, մեր մոտ կաս դու անհատը, կա ընտանիքը, կա գերդաստանը, կա ազգը, կա հայրենիքը։ Մենք որ պայքարում ենք հայրենիքի համար, ազգի համար, գերդաստանի համար, դա հենց նույնն է, որ մենք պայքարում ենք մեր անձի համար։ Ես նամակի անգլերեն ֆորմատը, որը որ ես եմ ուղարկում ԱՄՆ-ի դեսպանատուն, առանց անունի կտեղադրեմ իմ տելեգրամյան էջում, ով ցանկանում է կարող է անգլերեն կոպի պեյստ անել եւ ուղարկել կամ ուղարկի անգլերենով կամ հայերենով իմեյլ ուղարկեք Ազատություն Վարդան Ղուկասյանին։